Ես ակնկալում եի, որ գործի սկզբից հենց այսպես կներկայացվի, որովհետև տարբերությունը նախաքննական process-ի ժամանակ ցուցմունքների ոչ միայն Արսեն Տորոսյանը, Ռոբերտ Կաղադարյանը, այլ վկաններ եկել են եւ փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները։ Այսինքն այսօր դուք ականատես եղաք, որ այն որ ինձ մեղադրում էին, որ ես տեղյակ եմ եղել, որ ՊՎԾ աշխատակիցներին պատկան է ու ընդունել եմ դա, այսօր նման բան որևիցե ձևով չնշվեց Արսեն Տորոսյանի կողմից, գոնե շնորհակալություն, որ հիմա վկայության ժամանակ, դատաքննության ժամանակ մոտեր, չասեմ ամբողջությամբ ճիշտ է ներկայացվել, բայց մոտեր իրականությանը։ Սա եւ նախորդ ցուցմունքները, նախորդ վկաների ցուցմունքները գալիս են իմ այն համոզման, որ ԱԱԾ-ի կողմից ԱԱԾ-ն շահագրգռված է եղել, որպիսի ին վերաբերյալ մեղադրական եզրակացություն ունենա, որ ինձ մեղադրեն կոռուպցիայի մեջ։ Երբ որ հարց է հնչում, թե այդ պարագայում ո՞րն է իմ շահը, ԱԱԾ-ն պատասխանում է, որ աշխատակցին օգտակար լինելը։ Աշխատակցին հարցնում եմ, ասում եմ, երբևիցե եղել է նման բան, որ ես մոտ նման պատկեր ստեղծել, որ Դավիթ Սանասարյանը կոռուպցիա հովանավոր է։ Կարծում եմ, մենք կարող համաձայն չլինեն Արսեն Տորոսյանը եւ նախորդ վկաները տարբեր պատճառներով, ես կարծում եմ, շարունակում են մեկը մեկի ասածը։ Հիմա գալիս է դա որ абսուրդի ժանրից է։ Ամբաստանյանները այս տարիների ընթացքում ՊՎԾ միջամտությունից հետո անկախ նրանից հարյուրավոր միլիոնների, եթե ոչ արդեն մի միլիարդի պետությունը տնտեսել է։ Թե հիմա ինչքանով փոխել, պահել, ես ընդունել եմ, որ իմ աշխատողինն է, բայց դրանից հետո գրագրություն կա մեր մեջ, ու գրագրության մեջ չես ասում, ախր դու ընդունել ես։ Այդ ինչ ձև եղավ, որ հիմա ասում ես, բանը, չգիտեմ ինչ կազմակերպության մասին է։ Այ հիմա իրականությունը բոլորը տեսան իրականությունը ինչ ա եղել, չասեմ 100%։ Որ դադարել են մեր հարաբերությունը, դա շատ բնական է, որ այդ հարաբերությունը դադարել, որտեղ ես դու մտական են կարևորը, որ պարոն Տորոսյանը խոսեց եւ ասեց այն ինչ մոտ էր իրականությանը։ Շնորհակալ եմ։ Լավ է։